Բարև բոլորին, ժողովուրդ ջան, սկսում ենք նոր նախագիծ, հիմա ես առնելու եմ մարզիչ ու փորձելու ենք, խաղալու ենք մի խաղ կամ երկու, նայենք ոնց կստացվի, ուրեմն որոշել եմ առնել Ֆերնանդո Սանտուշին, չնայած մինչև առնելը մի քանի հատ ես պիտի պակ ունենամ, նախ էդի բացենք, բայց լավ պակեր չեն, էլի ոսկեգույն խաղացողներ են, տենանք ինչ կտա։ Գոնե երկու հատ պիտի լինի երևի, 4 հատ ոնց որ, 4 հատ ունենք, ինձ պետք է մենակ Մեսսի աջ ու ձախ պաշտպաններ էս պահին ամենաշատը, տենանք ինչ կտա, գոնե սև տա, գնացինք, 84 տորերա, ունեի ինչքան հիշում եմ, պետք չէր, մի բան փորձենք YouTube-ում եմ տեսել, տենանք կաշխատի թե չէ, խի չի իշնում, լավ ոչինչ, հիմա գնում ենք մյուս խաղացողին ենք այդպես անում, մի հատ էլ, իչո, մի հատ էլ Մեսսիին ենք տենց անում, ասում եմ պետք է որ սենց սև խաղացող գույնը տա, տեսնենք կաշխատի թե չէ, իչով, գնացինք, թողենք մինչև վերջ գնամ, երկիրը Իտալիա, Իտալիայից ինչ կարա տա, մենակ սև տա, չէ սև չի, լավ ոչինչ, պարոլո ծանոթ չէր, երկու հատ էլ ունենք, արագ բացենք, որ ժամանակ չկնա էլի, դեռ պետք է առնենք փորձենք, կլիկ էլի վատ չէր, բայց դե պետք էլ չէր, գնացինք լյուկ շոու, էլի պետք չէր, գնացինք տրիներ առնենք Ֆերնանդո Սանտուշն եմ որոշել առնենք փորձենք, տակտիկան 4-3-1-2-ա, մինչև էս 3 պաշտպանով էի խաղում ընդհանրապես, լավ չէր ստացվում, տենանք ոնց կլինի, ու առանք, գնացինք դասավորությունը նայենք, փորձենք դասավորել խաղացողներին իրենց տեղերով, դες սովորական է որ սկզբի համար նորմալ խաղացողներ չունենալու, այդ դիրքերի իրա, նախ մի հատ տանք, տենանք սենց փոխենք դիրքերով, նախ, պազիցիա երկրոկա իրանն է Մարադոնան, իրա դիրքում է, Նեյմարն տենանք չենք կարա, ուշահասնենք էլի, չէ 94-ը լավ ոչինչ տալ կլինի, Ռոնալդոյին ու Մարադոնային փոխենք, մի հատ դասավորել տանք, հիմա փոխենք, տենանք ինչ պաշտպաններ կարանք տնենք, ու ոնց, ուրեմն CPZ, սխալ տա եմ մտել երև, CPZ չունեմ էս պահին ուրիշ,
Սենց կարելի է թողել, ուղղակի ուրիշ պաշտպաններ էլ չունեմ, 80 լեզե ունեմ մի հատ ընդամենը։ Հետո մատիչին էլ տենանք, կարանք խաղացնենք որպես CPZ, ինչքան կլինի իր ուժը։ Ինքը 90 օպոզ էր, 82 տենանք կարա փոխվի, 90 գալի։ Լավ էր, գելինել եթե կարենանք մի քիչ ուժացնենք, 89 գալիս է ցենտրալնի զաշիտնիկ որպես։ Իրանց դիրքերը նորմալ սարքենք։ Պիտի որ բան չտնեմ մոռացած։ Նախ եւ առաջնային պիտի ես իմ ամբողջ պաշտպանության գիծը փոխեմ երևի։ 4 պաշտպանիս էլ։ Գնանք հիմա փորձենք։ Ինչ խաղանք, կարելի է դիվիզիոն խաղալ։ Ես այդքան լավ չեմ խաղում, բայց դե փորձենք տենանք։ Կարելի է ասել вообще լավ չեմ խաղում։ Տենանք ոնց կստացվի։ Ճիշտ է, հին մարտավարության պես Մարադոնան պիտի Եսուգլում լիներ, հենց գիտեի դեռ տենց է, ուզում էի ածինածին հանե Եսուգլով հետո պատաճանեի։ Մինչև սովորեմ մի քանի խաղ պիտի խաղամ, որ ես մարտավարության սովորեմ։ Հիմա ես սովորեի, որ ոստը մարդ լինի տամ մի անգամից, Ես մարտավարության եվ վատ է եսա, որ ես ուգլով մարդ չի գալիս։ Ավելի շատ ուզում է երկու հարսակվող խաղում, որ են մի սաստավում ուսել չեմ խաղացել, ոչ մի անգամ փորձեմ տենամ էդ ոնց կլինի։ Իսկ թվում է պիտի որ լավ լինի երկու հարսակվող ավելի շատ գոլը խփեմ։ Բայց դե տենանք։ Չստացվեց։ Կոներս խաղում ինչի անեմ։ Առաջ խաղն է այս տակտիկայով ես էլ այդքան լավ չեմ խաղում, որ նիչան էլ ունենամ։ Ինչ խորտ կտակ, ինչ անեմ, որ լավ խաղամ։ Չգիտեմ խի չի ստացվում մոտս, ինչը փոխեմ։ Ոնց սկսեմ խաղալ։ Մեկնաբանություններում գրեք անպայման, խորհուրդներ տվեք։ Կախում էլ է մոտս, ահա որ, ձև կան հենց անեմ չկախի։ Ժողովուրդ, քանի խաղում եմ, ձեր հետ մի երկու բան ասեմ ձեզ։ Որոշել եմ ստրիմներ էլ անեմ, ստրիմներում տարբեր չելենջներ կտայեմ։ Հիմա սայից հետո պիտի մի հատ էլ չելենջի վիդեո նկարեմ, մի անգամից համարյա ստացվեց չելենջի վիդեո նկարեմ։ Ինձ տարբեր չելենջներ են ասել, օրինակ մտնեմ պենտատրիկ անեմ կամ նաքլբոլ կամ չերեսիբյա գոլ խփեմ։ Դուք էլ տենց չելենջներ գրեք իմ Instagram-ի էջին կամ այս վիդեոյի մեկնաբանություններում։ Ու ես կփորձեմ կատարել։ Կմտնենք լայվ ընդեղ էլ կանեմ,
ու կարելի է գիտեք ինչ անել, դուք յութուբերներում երևի տեսած կլինեք, որ ասում են այս չելենջը արա ու այսքան փող ենք տալիս, կարելի է դա այդպես բանել անել, որ սթրիմները հետաքրքիր անցնի, որովհետև չելենջները դուք բարդ չելենջ կասեք, ես կփորձեմ անելու, եթե անեմ դուք այդ փողը կտաք։ Փակես պաշտպանը ուդարը։ Մեկնաբանություններում գրեք ինչ տարբերակներից որը ձեզ դուր եկավ ու ինչ էլ կուզեք անենք, ինչ ֆորմատներ կուզեք տեսնել էջում։ Հիմա այս ֆորմատը իմ մարզիչը փորձել ներ առաջի։ Բրծավ առաջ խակեսը։ Լավ, ես երկրորդում կենտրոնանանք խաղի վրա։ Գոնե նիչը լանենք, եթե ոչ հաղթել։ Ինձ թվում է այդքան ուժեղ թիմ չի, կարելի է հաղթել։ Ռոնալդոն մի անգամ սենց մամը փոխանցում Նեյմարին, որ գնացել լավ կներ է։ Չհասանք։ Կենտրոնական կիսապաշտպաններ են ինձ պետք հիմա։ Բուսկեցին ՕՊԶ չեմ փոխի, բայց այ որ կենտրոն կիսապաշտպաններ ունենայի շատ լավ կլներ։ Գնաց Մարադոնան, գնաց փոխանցում Ռոնալդոին, շատ էր, մի քիչ շատ էր, համարյա հասել էր է։ Շող ամել կուզեք մտնենք լայվով ձեզ հետ խաղամ, շամպայմանավորվենք, օր շամպայմանավորվենք, մտնեմ լայվ, գաք ու խաղանք։ Մեկնաբանություններում գրեք կուզեք թե չէ։ Գնացինք մենակը Ռոնալդոն, բայց պիտի գլուխ անենք։ Այ, համարյա հասցել էի պաստամ։ Ու ամենակարևորը մեկնաբանություններում գրեք, խորհուրդ տվեք, ինչ անեմ, որ լավ խաղամ, ինչն եմ սխալ անում, որ չի ստացվում խաղաս։ Լավ բրծանք։ Այս դիրքում Նեյմարը չի երևում որպես ԱՊԶ, չգիտեմ խի։ Համարյա ծերը գնդակ չընկավ այս խաղի ժամանակ։ Մի բան հարցնեմ, էլի կգիտենաք, ամեն խաղի կարում եմ դապանիցել ու պենալ միացնեմ, թե մենակ ընկերներիս հետ խաղալիս։ Որ ամեն խաղի կարենամ լավ կլինի։ Սա ինձ հետո արժի մի խաղեր խաղանք, թե հերիքավիցյան։ Գնաց խախտում չէր, հետևից ենքան քաշում են չթողեցին ու դարի։ Սիրոզրո բրծավ, արժի մի խաղեր խաղալ, մտնենք չելենջների տեղը, սուպեր զվեզդայի հետ խաղանք։ Դենենք ոնց կլնի։ Այստեղ ռեժիմ սարդինովանի։ Ամել եթե հաղթեմ պակ կտա։ Բայց դժվար հաղթեմ։
Տեղի ինչ-որ մի տեղից ենք, չեմ միացնում ինչքան հիշում եմ, էս է աստեղը։ Մենակ ես խաղի ինչի լինում, թե ոնց է։ Գրեք էլի մեկնաբանություններում։ Մենակ ընկերներիս հետ խաղին եմ կարող ես միացնեմ, որովհետև հիմա սխվում եմ չի միանում։ Միխայել, ես խաղն է խաղանք ու հերիքա, վիդեոն շատ երկար ես։ Ոչինչ որ սուպեր դա պիտի կրեմ, ձև չկա։ Ամեն չեմ ասում մինչև սովորեմ այս տակտիկային մի քանի խաղ կանցնի։ Պիտի խաղամ։ Մտնեմ տրենիրովկա անեմ երևի։ Օֆսայդ։ Կազմից ես խոսամ, ինչ արժի փոխել, ինչ չփոխել, չեմ փոխի Ռոնալդոին, Բուսկեցին, հաստատ։ Տեր Շտեգենին չեմ փոխի, եթե տեր լավ ռադար գիտեք, որ լավ կկանգնի, գրեք մեկնաբանություններում, բայց երևի չլինի։ Այն մի սաստամս օբլակ ունեի, համաձայն նա ավելի հզոր էր, բայց հիմա այդ օբլակը չկա, 94 օբլակ էր։ Պաշտպանությունում ես սաղ կփոխեմ, գրեք նաև ինչ պաշտպաններ, մի խոսքով մեկնաբանությունում գրեք ինչը կփոխեք իմ կազմի մեջ ու ինչ պաշտպաններ խորտ կտակ կամ ինչ կիսապաշտպաններ։ Բուսկեցին չեմ փոխի, լավն է, այ երկու կենտրոնական կիսապաշտպանին կփոխեմ։ Հարձակվողներից էլ կարելի է մի հատ լավ հարձակվող տնել։ Բայց Ռոնալդոյի հետ թողա, այ որ մի հատ Մեսսի ունենայի, Նեյմարի տեղը Մեսսին կդնեի։ Չէ, գոլ արեցին։ Չեմ թողում դարպասին ուդարեմ։ Ռոնալդոն շատ հզոր ուդարներ ունի, Մարադոնան 50-50 կվրի, պիթե չէ։ Բայց Մարադոնան լավ ուդարներ ունի։ Չանցա որա։ Տեր Շտեգենին է գնդակ։ Երևի շատ արագ եմ, չէ ուզում դուրս կամ, պիտի խփեմ։ Ախ, խի թույլ տվեցի, արա, խի թույլ, ուզում էի ուժեղ տամ։ Ենքան խոսացինք չէի տեսել, որ ինքից գոլ ախվել։ Ճիշտ է, ասյանցին որ դուրս եկավ, չէի հիշում։ Էս իմ առաջին վիդեոն չի, բայց առաջին վիդեոն, որ նկարում եմ հիմա, պես համար, բայց առաջին վիդեոն կլինի YouTube-ում, պակերել էի բացել 3 ու խաղ էի խաղացել նկարել, բայց հեռախոսից ջնջվավ, պատահական ջնջեցի, ուզում էի ուրիշ բան ջնջեմ, էդ ջնջա։ Կարզինայից էլ ջնջեցին, հետո ուզում էի այդ վիդեոն նայեմ, նոր տեսա, որ էդի եմ ջնջել։ Դե չէ հիմա այսօր նոր վիդեո կունենայինք։
Ես ինչ արեցին։ Ես իմ գլխին սարքեցի, կարելի ասա, մնաց գոլել ուտեմ ու բրծ։ Արա սուր էի գնում вообще։ Չնայած կարող այս վիդեոն հենց այսօր էլ գցեմ YouTube, տենանք։ Instagram-ում դնեմ, ոնց կուզեք դուք։ Ժողովուրդ, նենց արեք, սաղդ պատպիսկա եղեք, ալիքին ու լայք եք էլի վիդեոներին, նենց արեք արիքը առաջ տանենք։ Այս իմ համար նոր փորձա, որ մի քիչ սենց նկարեմ, տեսեք ինչ գազան վիդեոներ են նկարելու ու դուրս գալու, ինչ ձևեր եմ սովորացնելու։ Հիմա այս վիդեոյի հենց նենց հանք կոնե 20 լայք հավաքի էլի։ Առաջի վիդեոյի համար 10 լայք էի ուզել, 30-ն անցանք, հիմա ես ինչա չենք կարում 20-ը հավաքենք։ Տարածեք սաղը ձեր ընկերներին ասեք պատպիսկա լինեն մեր YouTube-ին։ Պիտի խփեմ, որ Ռոնալդո Վազյանցին խփել էի առաջ հակես վերջում, հիմա 1-1 կլներ։ Հիմա էլ երկրորդ գոլը կերա երևի։ Հա։ Չէ, չեմ կարում խաղամ։ Այդ գնաց մերն ակնդակը երևի։ Հա։ Չէ, սխալտվեց, ուզում էի Նեյմարին տամ, շատ հեռու գցեց, բայց կարևորը իմ մոտ մնաց գնդակը։ Էլի չհասավ գնդակը Ռոնալդոյին։ Գնաց մի անգամից էլի չթողին ու դառը։ Մաքուր չէր, ինչ թված գնդակը տարա հենց։ Նաշ Տուգանյանից կանք ստեղտյանք ինչ կան, Տուգանյանից երորդ գոլն էլ չխփի միակ։ Վերջ, այս խաղն էլ պրծավ։ Ժողովուրդ ջան, ուրեմն վերջացնենք այսքանով վիդեոն, քանի որ երևի շատ երկարեց, արդեն 20 րոպե կամ ավել կլինի երևի։ Պատպիսկա եղեք մեր ալիքին, մեկնաբանությունում եմ գրեք առաջի փորձում էր ոնց ստացվեց, արժե շարունակել, թե չէ։ Այս վիդեոն պակը տվեց, գնանք բացենք նոր։ Այս վիդեոն YouTube-ում կլինի ես նկարելու օրը կամ հաջորդ օրը, տենանք ոնց կստացվի։ Դուք գրեք մեր առաջի փորձի համար ոնց էր, լավ ստացվեց թե չէ։ Կոնե նորմալ բան տա այս անգամ 83 չէ, ծանոթ չէ, նորմալ չէր։ Լավ, հիմա ավարտեցինք մեր վիդեոն, չմոռանաք լայք դնել ու մեկնաբանություններում գրել ոնց էր։ Ստեսություն բոլորիդ, կհանդիպենք շուտով։